նշանակել նախ Ռուբեն Ֆանաջանին, Երբաց Սահակյանին, Վիգեն Ամանյանին, Մամիկոն Երևյանին, Վիգեն Նովանիսյանին, Սաղաթ Սասյանին, Ներսոն Գրիգորյանին, ներկայացնում որպես փորձագետներ, թիվ 132-080-01 նախագահական համարը, դատաքննական համարը 2014-021 նշանակել կրկնակի ազդաժողովային փորձաքննություն և այն կատարելու նպատակով նաև Պողոս Պողոսյանի դիակի արտաշինի փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը Արտաշինում դատական գործողությունը և կրկնակի դարաբեժկական փորձագետներ Վիգեն Ամանյանին, Վիգեն Նովանիսյանին, Ռուբեն Ֆանաջանին, Մամիկոն Երևյանին, Երբաց Սահակյանին և մյուս այս կրկնով 7 փորձագետների ներկայացուցիչ գործող բազաբանման համար առաջադրել հետևյալ հարցերի, ինչպիսին դասվածքներն Պողոս Պողոսյանի դիակի վրա, որտեղ են նրանք վերագրաված, ինչ եղանակներ առաջացել պատճառով, ինչպիսին են առաջացման պատճառման հաջորդականությունը, վաղամությունը, ծանրության աստիճանը։ Համտեսանում են արդյոք հայտնաբերված վնասվածքները 25-ը 09-2001 թվականի և 25-2001 Պողոս Պողոսյանի դիակի դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները արձանագրված վնասվածքներին, որն է Պողոս Պողոսյանի մահվան պատճառը, որ վնասվածքներն են մահվան պատճառային վարքային քանդի մեջ, Պողոս Պողոսյանի մահվան վնասվածքները մահվան պատճառային վարքային քանդի մեջ գտնվող մահվան վնասվածքները քանի ներդրության արդյունք են առաջացրել։ Պողոս Պողոսյանի մահվան վնասվածքների ինչ գործիքով կամ գործիքներով կամ առարկաներով պատճառով Պողոս Պողոսյանի մահվան վնասվածքների վրա քան արդյոք այդպիսի ականիշներ, որոնց հիմնավորը կարելի է որոշել վնաս պատճառված առարկայի կամ գործիքի ձևի չափի, ինչպես նաև անհնարինության հիմնականացնող ականիշների դերերին տվյալն է։ Պողոս Պողոսյանի մահվան պատճառը հետևանքային կապի մեջ գտնվող մահվան վնասվածքները հնարավոր է առաջնային կանգնածներից վայր են կրել նկատմամբ, եթե վայրերը նպաստել արտաքին ուժի ներկայությանը։ Պողոս Պողոսյանի մահվան պատճառը հետևանքային կապի մեջ գտնվող մահվան վնասվածքները հնարավոր է առաջնային կանգնածներից վայր են կրել տարբեր առարկաների, մասնավորապես զուգարանի, դրան շրջանակի ձախ հատվածին, զուգարանակոնքի, սալիկապատ հատվածին, առանցին հատվածելու արդյունքում տևոջ, աշվարները բանհանդամակը, որ դեպքի վայրեզելության կողմի կապանչի շրջանակի ձախ հատվածում, 2 հարեսում, 3 սանտիմետր բարձրության վրա։ Պողոս Պողոսյանի մահվան պատճառը հետևանքային կապի մեջ գտնվող մահվան վնասվածքները հնարավոր է առաջնային Ստիվեն Նյուտոնի կողմից ցուցմունքով հայտնած հանգամանքների վայրը եկած վիճակում ինքնեց անձանց կողմից դեպքի և գլխի շրջանները ոտքի անկանոն հարվածներ հասցնել հետևանք։ Պողոս Պողոսյանի մահվան պատճառը հետևանքային կապի մեջ գտնվող մահվան վնասվածքները հնարավոր է առաջնային ատաղջարակի բռնակով դուժոնի գլխի շրջանակում հարվածներ հասցնել հետևանք։ Պողոս Պողոսյանի մահվան պատճառը հետևանքային կապի մեջ գտնվող մահվան վնասվածքները հնարավոր է առաջնային սեփական հասակի բարձրությունից վայրենալ երկրներով 180 սանտիմետր երկարություն ունեցող զուգարան, որտեղ առնվազն 60 սանտիմետր տարածքը զբաղեցնում է զուգարանակոնքը և նվազագույնը 70 սանտիմետր վերնիվերսել բացվում զուգարանախցի դուրը, ազատ տարածքը մնում է կոտրապես 50 սանտիմետր։ Վնասվածքները ստանալու վայրը, ինչպիսին է եղել դուժողի,
Վնասվածքներ պատճառողների հնարավոր դիրքը նույնպես տկրում։ Վնասվածքները ստանալուց հետո Պողոս Պողոսյանը կարող է կատարել ինքնուրույն ֆիզիկական պահանջող գործողություններ, տեղաշարժվել, խոսել, գոռալ եւ այլն։ Տեղանքի եւ տեղանքի զինծու կատարումներով արձանագրության մեջ նկարագրված տարաբերական փորձակնության դեպքում նորմալ Պողոս Պողոսյանի ներումից դեպի աճ եւ վեր, ոսկով կերծվածքի աճ վերի միջային անտեր շրջանի վերին շրջանքի ներսեր մակերստների գործակալի ծառայից առաջին տամի պրոյեկցիայով անկանոն առանձերումով տեղամասում հորիզոնական ուղղությամբ վերքի նույն շրջանքի անկանոն վերքի հզարքի շրջանի առաջային ստորի մակերստների լայնակի ուղղությամբ ժապուվելային կերծվածքի աճի ստորի ծնոտի շրջանի առանձերումը ստորի ծնոտի ծառ արկյան շրջանի առանձերումացավ հետ ականջային շրջանի կերծվածքի ծառ անկավերի ետին մակերստի շրջանի առանձերումների աճ նախաբազկի ստորի երոտկականի առաջների մակերստի ճաճակ կոստորի պրոյեկցիայով ճակրվածների նույն ուղղությամբ կառնալու առանձերումը և աճ կոնքի առաջավիճակային մակերստների շրջանի եղանունային դեպի վայր և դուրս ուղղություններով և առանձերումների ստորին եզրով կերծվածների ձևով անական վնասվածքներ, ինչպես ամացյան, այնպես էլ առանցին Պողոս Պողոսյանի ամուսնությունը, ինչ ծանրության վնաս են պատճառել, ինչ եղանակով են առաջացել պատճառել։ 25 2001 թվականի և 25-2001 թվականի տարբերական փորձակնությունների ընթացքում արդյոք իրարել հիմնավորված ճիշտ գիտական մեթոդներ փորձագետները պարտավոր չէին արդյոք իրականացնել մահացանին լուսանկարանը, որքան պետք է պահպանվեին թիպուտալ 30 դատարաշկական փորձակնության հասնումների դեպքային ենթական հոշացման։ Թիվ 11-26 փորձակնության ընթացքում արդյոք կիրառում են հիմնավորված ճիշտ գիտական մեթոդներ, արդյոք ճիշտ են փորձագետների պնդումները, առայն որ հաշվառվում է Պողոս Պողոսյանի գլխի բերի ու ստորի վերջինների շրջանում նշված բառնական վնասվածքների բնույթը դրանց պատճառների մեխանիզմը։ Մարմին տարբեր նաև հակադիր մակերստների տեղեկացումները բացառում Պողոս Պողոսյանի ստացած բառնական վնասվածքների համակցության առաջացման հնարավորությունները, նրա մարմնի սեփական հասակի կամ դրանով բարձրությունից կամ այդ թվում արտաքին դրանց ուժի ազդեցությամբ նաև արևի հետևողով անհատացումով նշված դեպքի բառն ընդհանուր արդյունքում։ Փորձագետներին խնդրել պատասխանել լայնորեն հարցերին, որոնք թեև սուր որոշման առաջադրած չեն, սակայն կառաջանային փորձակնության ընթացքում կմտնեն դատաբժշկական փորձակնության իրավասության մեջ և դրանց պարզաբանումը կարևորում նշանակություն ունեցող փորձագետների լիարժեք ապահովման համար։ Նաև փորձագետների նախազգուշացնել քրեական օրենքի 504 հոդվածում նախատեսված քրեական պատասխանատվության մասին և փորձակնություն կատարելու նպատակով արտաշինում կատարել, որը դատարանի կողմից հանձնարարության տեսքով հասցեագրի Վրաստանի Հանրապետության իրավասու մարմին, որպեսզի կատարի արտաշինում և փորձակնության հետ կապված անհրաժեշտ գործողությունները։ Բնականաբար փորձագետներ Ռուբեն Ֆալաջյան, Երգոն Սահակյան, Վիգեն Ալանյան, Մանիկոն Երգոնյան, Վիգեն Ալանեսյան, Սանասան Սերույան և Լարիսոն Գրիգորյան հանձնարարությունով նշտոտի, որպեսզի նշված սույն փորձագետները նաև նշված փորձակնության կատարմանը դաշնակաբժշկական փորձակնություն նշանակելի նաև արտաշինում կատարելու գործողությանը ներկա գտնվում։ Սա դատարանի որոշում է։ Որոշման օրինակը նաև կատարամատերի կողմերին, որը բանում եք այս կապակցության նաև առանցնել, եթե որը բան չկարողացնելու դատական նիստերի հետազոտությունների կայքարքի, իսկ նույնիսկ կոնվենցիայի համաձայն գնություն կհասցնելու նաև որոշում կայացնելու դատարան որոշեցնել Վրաստանի Հանրապետության իրավասու մարմինների
դատավորների մասին, բացի այդ դատարանը նաև հույլատում է, որպեսզի դատարության մասնակիցները մեղադրողը ըստ իրենց ցանկության դուժող կողմը եւ պաշտպանական ներկայացնել նշված գործողություն։ Այսինքն գործողության կատարումը եւ մարտաշին։ Իսկ ծախսերի հարցը գործողությունը շնորհիվ հետագայում, եթե դրա անհրաժեշտությունը, եթե ծախսերը պարզկնի որքան է կազմում, արդեն իսկ պարզաբանեց։ Դա կողմի վրա է դրել։ Եթե կողմի մեղքը հիմնավորեց։ Իսկ ինչ այդ դրում է ծախսերը, տենական ուժի աշխատանքը։ որոշումներ նշվում է բողոքարկման ենթակա է։ Անգլիայի դատարանության մասնակիցներ որը բանում է կամերացնել։ Սույնիստով որը բանում է կամերացնել։ Նկատի որոշման մեջ նշվում է բողոքարկման ենթակա է։ Որոշումը կարևոր խորհրդակցական սենյակի հետ, խորհրդակցական սենյակի որոշումը ենթակա։ Շնորհակալություն։ Եթե չասել 313 հոդվածներ շարունակված է նախկին քրեական դատարանության գործում 313 հոդված։ Շարունակել նշված է կաշառան, կասեցման, փորձակնություն։ Դատարանական նիստը հետաձգի մեկ այլ հերթի դատարանը պատասխանել ստանա, դատարանը ծեսնորացուցիչ կրակի դատարան նիստի թաղարեշտեղավ կողմերի կամ կողմի միշտորդությամբ, որովհետև մենք սիրելի կնոջ տվյալներն ենք ստացել։ Վերջնական կմարզեն դրա հորաշտությունը բացելու դեպքում դա դատարանության մասնակիցները կհրավիրեն դատարան նիստը։ Իսկ այս պայմանությամբ դատարան նիստը